այնտեղ գոնե Արցախ կար։ Իսկ Վաշինգտոնի հռչակագրով սահմանված խաղաղությունը ըստ նրա ամբողջությամբ կախված է Ալիևի ցանկություններից, անվտանգության ու կայունության որևէ երաշխիք չունի։ Ամբողջ այս խաղաղությունը, հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր մեկ այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի, որ վերջերս խառնաշփոթ աշխարհում կարելի է այս հարցը ևս լուծել, Զանգեզուրի հարցը։ Որպես ապացույց երկրորդ նախագահը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը առանձնացվում է մնացածի վերահսկողությունից։ Այդ ճանապարհը առանձնացվել է մեկ անգամ Կիվեստում։ Եղել այդպիսի առաջարկ։ Բայց այդ ճանապարհի դիմաց մենք ստանում ենք Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետության։ Պատկերացրեք, Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետության։ Ինչպիսի կարևորություն էր դա Ադրբեջանի համար։